Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Բուլղարիայի կառավարությունները բանակցություններ են վարում էլեկտրաէներգիայի փոխադրման ցամաքային տարանցիկ միջանցքի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ինգա Փխալաձեն։ Նրա խոսքով նոր նախաձեռնությունը թույլ կտա Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին հարևան պետություններից։ Նախարարը շեշտել է տնտեսական տեսանկյունից սա կարևոր նախաձեռնություն է, քանի որ տարանցումից բացի Վրաստանը նաև կարտահանի իր սեփական էլեկտրաէներգիան, ինչը կաջակցի տեղական բիզնեսին և կնպաստի երկրի էներգետիկ ոլորտի զարգացմանը։ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։ Կողմերը մտքեր են փոխանակել Պաղեստին-Իսրայել հակամարտության վերջին զարգացումների, երկկողմ հարաբերությունների և այլ հարցերի շուրջ։ Էրդողանը շեշտել է Թուրքիան բոլոր հարթակներում կշարունակի աջակցել Պաղեստինին առավելագույն վճռականությամբ։ Նա կոչ է արել հնարավորինս շուտ անհրաժեշտ պայմաններ ստեղծել Գազայի հատվածի վերակառուցման համար։ Աբասն էլ շեշտել է Գազան պաղեստինյան պետության անբաժանելի մասն է։ Նա նաև ներկայացրել է Արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափում տիրող իրավիճակը, մեղադրելով Իսրայելին բնակավայրերի ընդլայնման, հողերի զավթման, ձերբակալությունների և սադրանքների համար։ Պաղեստինի նախագահը ողջունել է օրերս Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի կնքումը, դա որակելով որպես կարևոր ռազմավարական քայլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ ուղևորության ընթացքում առաջին անգամ այցելել է Կուրիլյան Իտուրուբ կղզի։ Այս այցը մեծ դժգոհություն է առաջացրել Ճապոնիայում, որը Կուրիլյան 4 կղզիները համարում է իր հյուսիսային տարածքները։ Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ այդ կղզիները պատմականորեն և ըստ միջազգային օրենքի ճապոնական տարածքներ են, և երկրի կառավարությունը խիստ բողոք է հայտնում այդ այցի կապակցությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Կուրիլյան կղզիներն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն Տոկիոն չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը Կուրիլյան հարավային 4 կղզիների նկատմամբ։ Օգոստոսի 12-ին Յուժնո-Սախալինսկում խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների շրջանակում Պուտինը հայտարարել էր, որ Ճապոնիան տարածքային հավակնություններ ունի Ռուսաստանի նկատմամբ, սակայն այս իրողությունն ամրագրված է միջազգային փաստաթղթերում։ Ռուսաստանը հայտնել է գիշերն ուկրաինական 360-ից ավելի անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Բաշկիրիայում Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Հուլիսի կեսերից ի վեր սա արդեն 18-րդ հրդեհն է ընկերության պահեստներում։ Կիևը պնդում է, որ Wildberries-ը վաճառում է ռազմական նշանակության ապրանքներ։ Վերջին 2 օրվա ընթացքում երկրորդ անգամ թիրախավորվել է Օրսկը, որտեղ ըստ Reuters-ի ավելի վաղ հարվածների պատճառով նավթավերամշակման գործարաններից մեկը դադարեցրել էր աշխատանքը։ Ուկրաինան էլ հայտնել է, որ ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել են 133 անօդաչու։ Խերսոնի մարզում ԱԹՍ-ների հարվածներից 2 մարդ է զոհվել, Սումիում կա 7 վիրավոր։ Օդեսայում թիրախավորվել է նավահանգստային ենթակառուցվածքը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակումները վերջին շաբաթներին աճել են, և Կիևին շտապ անհրաժեշտ են կալանիչ հրթիռներ։ Զելենսկու խոսքով, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային վաճառի իր հրթիռների 5%-ը, ապա ձմեռը հնարավոր կլինի հաղթահարել։ Եթե վաճառի 10%-ը, ապա ռուսական բոլոր բալիստիկ հրթիռները կոչնչացվեն։ Այժմ Կիևն ունի անհրաժեշտ ամերիկյան հրթիռների 1%-ը, նշել է նա։ Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի, շուրջ 3500 մարդ վիրավորվել է, մոտ 500 մարդ անհետ կորած է։ Ամբողջ երկրում փլուզվել է ավելի քան 11000 շենք, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան երկրում հայտարարել է տնտեսական արտակարգ իրավիճակ երկրաշարժի պատճառած վնասներին արձագանքելու նպատակով։ Օգոստոսի 12-ին Կոլումբիայի կառավարությունը երրորդյա ազգային սուգ է հայտարարել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։